բոլորան։ Այսի բոլորով։ Oh, very good. Very good. What's this? Salad. Kollege Stark avake. Arad ispaila. Ուրեմն բոլորանի առավոտն է։ Առավոտ լույսի հետ բարձրացել ենք տանիք։ Այս այն ժամանակ, որ հարսիկների ժամանակ, հարսանիքների ժամանակ սահարին խփում կտուրներին։ Ահա, մենք էլ ելել ենք այդ կտուրները։ Հիմա որ տեսնում եք դուք, այս բոլորան գյուղն է։ Այժմ մենք կանգնած ենք մեր սիրելի Դանիելյան Վարդանի նորակառույց տանիքում։ Հենց տանիքից էլ սկսենք, տեսնում եք տանիքը երկու տիպի տանիք կա։ Մեկը որ ինքը կանգնած է, այն նախկին պապենական ավանդական ձևով կառուցված հարթ տանիքը կավից սվաղած, կավահ ժամանակակից։ Հիմա սկսենք մեր ծանոթությունը Փերիայի հետ։ Փերիան սկսում է այս մասից, որ դուք տեսնում եք, սա արևմուտքն է Փերիայի, որի վերջի գյուղը եղել է Խոջիղալան, ու այսպես արևելքով շարունակվում էր, դե ինչպես գիտեք Բոյին, Դարան ու անցնում էր այն կողմ, արդեն ներքին Փերիան այդ մասում է, նամակերտ կետրոնում ու անցնում էր այն կողմը մինչև Քրդեր Դոլվաթաբադ որ մտանք։ Հիմա այս դիմացում որ տեսնում եք, այն սարերը, ինչ սարեր կոչվում աղաս? افسو սարերն են։ افسو կամ Մեվրստանի, հա? Հա։ Մեվրստան չի, այդ մենակ افسն է։ Այն էլ յետիմ սարն է, յետիմ սար են ասում։ Յետիմը այս փոքրն է։ Հա, այդ փոքրի յետիմ։ Դիմացի այս փոքր լեռը, հա, Եթում լեռը։ Այս դիմացը մեր առաջի պլանում էսի գերեզմանոցն է, բանի։ Բոլորանի հանգստարանը։ Նու լեռներին ծանոթանանք։ Դրանից այդ افسو սարից աջ, այսինքն արևմուտք գտնվում է այն մեր նշանավոր Սիբակ սարը։ Հա, Սիբակ սարը։ Այս Սիբակն է։ Այս գյուղն ընդեղ Սիբակ, ընդեղ ահագին հեռու է։ Հա, դե Սիբակի գագաթում տեսնում եք դեռ ձյուն կա, էտա։ Ձյուն կա, որոշ տեղեր ձյուն կա։ Կուտյուր է, բայց այն կողմ افسو սարը մեծ սարա լրիվ։ Դրանից աջ էլի արևմուտք Մեվրստանա սարը։ գտնվում է առաջի պլանում ուրեմն կոչվում է Ղալի սարը, էս է, չէ՞։ Հա, այդ կուտյուր։ Ղալի սարը հետևի մասում, լեռան հետևի մասում, հա այն, որ տեսնում եք Մեվրստանի լեռներն։ Մեր բախտից այսօր պարզ անամպ եղանակ է և մենք կարող ենք տեսնել։ Ահա, այդպես գյուղը այսօր տեսնում եք առաջ, այս ժարջրիբը, այսի ժարջրիբն է կամ հազար ջրիբը, աղջան այս մյուս կողմն, դրանից ավելի հարավ, այսը, հարավ ըլնում է աղջան, իսկ հազար ջրիբուց հյուսիս ըլնում է շաուրդը, որ հիմա այս հատվածի չի երևում, ահա, ուրեմն մեզանից էլի հյուսիս, այս կանգնած տեղից այս ձորը որ տեսնում ենք, սա Փունստանա ձորն է, գետը։ Խոջիղալեն էր։ Խոջիղալեն ասեցին, որ այդ մասում
Խոջղալան, այո, արևմուտք էր մեր գյուղից ավելի արևմուտք։ Ուրեմն շարունակենք, էսի Փունստան կոչված այդ ձորն է, Փունստանի հովիտն է, գետի, որ ստեղից շարունակում է։ Իհարկե ավելի է խորանում, երկարանում ու այդպես շարունակում։ Ահա, այսպես։ Են էլ Ազնավուլն արևել։ Երևում է այս պահին Ազնավուլը։ Սա էլ Ազնավուլի սարն է, չէ։ Ու հետ ստորոտում էլ գտնում է այդ Ազնավուլ գյուղը։ Ազնավուլ է, դա Ազնավուլ։ Արևել, արևել ծագում է այդ հատվածը, այս արև։ Մի քիչ առաջ է ծագի արևը։ Նո, ընդհանուր էս է։ Ներկայումս Բոլորանում ապրում է մոտ 40-45 ընտանիք, որոնք մշտական բնակիչներ են, մի քանի ընտանիք մենակ ամառային ամիսներին գալիս են իրենց աշխատանք կատարում, ձմռանը վերադառնում են քաղաք։ Հիմնականում բնակչության մեծ մասը մեծահասակներ են, որոնք իրականացնում են գյուղատնտեսական աշխատանքներ։ Հողերը գրեթե ամբողջությամբ մշակվում են, այս շրջանում, որ հիմա մենք եկել ենք, մշակում են կարտոֆիլ, կարտոֆիլի ցանման, տնկման աշխատանքներ են իրականացնում, մի մասը կատարել են, մի մասը դեռևս շարունակում են կատարել, չեն ավարտել։ Բացի այդ մշակում են նաև ցորեն, խաղող եւ այլ, բայց հիմնական արժեքը իհարկե կարտոֆիլն ու ցորենն է, որ ունեն։ Ինչպես տեսնում եք, գյուղի հողագործական երկրագործական աշխատանքները կատարվում են ժամանակակից տեխնիկայով։ Գյուղի բնակչության մոտ 60%-ը այսօրվա դրությամբ ունի մեքենատրակտորային պարկ, այսինքն մեքենաներ, սարքավորումներ, տրակտորներ, դրանով են իրականացնում։ Ինչպես գիտեք, տեսակ, սա գյուղի եկեղեցին է, որը հիմա էլ գործում է, քահանա կա և իրենց ծիսակատարությունները կատարում են այս եկեղեցում։ Ամբողջությամբ հայաբնակ է, գյուղի հողերը բոլոր սեփականաշնորհված են, այլևս վանքը այստեղ նոր ջողայի ամենափրկիչ վանքը, ոչ մի այդպես իշխանություն չունի։ Սա է հիմնական մեր առաջին ծանոթությունը։ Հա, մոռացա բուրջը նկարեմ, տերտերենց շավերդոց մազրեն։ Այս բանի սարն էր, ասեցիք։ Գալիս սարը, այդ տեսնում եք այս ծառերը որ կան։ Հետի մազրեն է, իրանց։ Այս էլ բուրջն է։ Բուրջ, այսինք աշտարակ, այս է, որտեղ բնակվել են։ Եվ խմում, եւ Մեր ոռոգման ջուրը ուրեմն դուրս էր գալի այս Աֆսու սարերի հետևից, չէ։ Սարերի տակից գալիս էր Աֆսու վերևի մասով, չէ։ Այո, Աֆու եւ գալիս էր։ Գալիս սարի ու Աֆուսի արանքով, sense գալիս էր, չէ։ Սիբակ սարի, ներողություն։ Ես գալիս էր ոռոգում Աղջա, Բլորան, Ժարջրի։ Աղջա, Բլորան, Ազարժիրի։ Եվ մեղի ժամանակ ես կողմից էր բանել էր Աֆուսել էր օգտվում այդ չէ։ Ուրեմն գյուղը ամբողջությամբ էլեկտրաֆիկացված է, 24 գիշերը ամբողջությամբ, ողջ գիշերը ափսոս չնկարեցի, փողոցները լուսավորվում էր, շատ գեղեցիկ, լուսավորված, ասֆալտապատ ճանապարհը անցնում է գյուղի այս հարավային մասով, գնում է դեպի Խուզստան, Մեյվրստան այդ կողմերն է գնում։ Բոլորը ունեն հեռախոսներ, հեռախոսակապ, հեռուստացույց։ Ուրեմն այս տարվա արդեն մինչև աշուն գազաֆիկացվի գյուղը, որտեղ նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարված են։ Շատ գեղեցիկ, բնորան, մաքուր օդ, վառ արև, սառը պաղ ջրեր։ Մի խոսքով մարդու համար
Դրախտային միջավայր, մենակ աշխատի, ստեղծի։ Ժամանակները փոխվել են, հիմա տեխնիկան այդ գործանում։ Հիմնական բոլորանցիները, բնակիչները տեղի ծնունդ են, տեղի կլիմային վարժված։ Առողջ իրենց համար դուրս եկանք Վարդանի տանից, ճանապարհում ենք դեպի Ազարջրի։ Դեպի Ազարջրի։ Ճանապարհային բոլոր նշանները կողքից աչից բարձրավոտ էլեկտրագծեր։ Ջորների աղբոր արձանք, դերով քաշտալության Աղասիշնումա չայ է։ Այժմ ես կանգնած եմ բոլորանի չայի վրա կառուցված կամուրջի վրա։ Հեռում աղջանա, այստեղից տեսեք մեղու են պահում։ Մեղվապահությունն էլ է զարգացած է։ Սառը, բավականին սառը ջուր։ Մամեն, սոս են հիշում եք են Քինգս կանոնի, եւ ոչան Քինգս կանոնի բանը ջուրը։ Այս ընդուս մեքանի անգամ սառնա, նայի։ Ամեն պար զուլա։ Օհ! Այ լողանալու է։ Վերի ահա բանի արվի ջուրն է։ Խոհակ ենք ցե ճանապարհի վրա ոնց է գացնում ռոռոկման համը։ Տեսեք այս մասից դες շնամացած ջուրը ցույց կտամ, ափսոս չէ, բանի հետևում ծառերի։ Այս Այս մեկ ջրի ձայն։ Այս մեկ շատ հետաքրքիր։ Ջուրնա գալիս է լսում բոլորանի գյոլը, հենց այդ հատվածումը, որտեղ աղջկա քարն էր բարձունքում։
Յոլից էլ տալու։ Հիմա այս պահին այս արհեստական ջրամբարը էլ գյոլ են ասում իրանք։ Լիքը նա էսի ելքի մասն է։ Հիմա սրա վերևի մասից քուրայից նաև ելք կա։ Էսա, տեսեք, ջուրը հոսում է այդ խողովակով, որ ցույց տվեցի ճանապարհի վրայով գնում է դաշտերը ոռոգելու։ Ուրեմն, մի ելք էլ այն կողմում ունի, մի քուրայել էսա, այն հատվածում։ Չէ, այս աջ կողմում։ Մի քուրայել ընդեղ ունի, բացի այդ վերևի մասում այս հատվածում որ տեսնում եք ավելորդ ջուրը որ գյոլը այս լճակը կամ ջրամբարը լցվում է, ավելորդ ջուրը հեռանում են այս հատվածից։ Գնում են ուրիշ ոռոգման համար։ Իսկ երբ որ ջուրը պակասում է, իհարկե քուրաներ են բացում։ Շատ հետաքրքիր է, հիմա մի հատ նայենք այդ հատվածը որ ջուրը լցվում է գոլի մեջ։ Այդ հատվածից լցվում է գետի, լցվում է լճի մեջ ջրերը։ Իսկ ես կանգնած եմ ավելորդ ջրերը որ հեռանում են Սարավի վրա։ Տեսեք ավելորդ ջուրը արդեն ինքը լավոս հոսում է։ Պարամականին մեծ քանակությամբ ջուր է դուրս գալի, երկու մասից էլ լցում առուն։ Առուն էլ որ Սարավիում եկել մյուս քուրի ջրերը դուրս են գալիս, աղջու ճանապարհի տակով այդպես հոսում է, գնում է Իզադրազի ձորը ոռոգելու։ Մեծ քանակությամբ ջուր է դուրս գալի, տեսեք։ Դες որ նայում ենք այս Իզադարի ձորն, հա։ Ստեղ այս հատվածում են աղջկա քարներ, որ նետում էինք։ Հիմա չկա, այդ քարը վերցել են, այս ճանապարհը գնում է դեպի աղջա։ Ճանապարհը Դες տեղում էր աղջկա քարը։ Շարժիվա գնում, այսի գնում է աղջա ճանապարհը։ Սել բոլորանից եկող ճանապարհն է։ Այս է Իզադարի ձորը, չոր ձորը, երբեմնի չոր ձորը ամբողջությամբ մշակում է։ Վերջը այդ ծառերը որ տեսնում եք սկսում էր ժարժիր բուղեղերը, այդտեղ Շաբազենց, Մաթոսենց, Բայազի ուղեղերն էլ են ավելում, Շավերդոնցն էլ։ Շավերդոնցն ու Շաբազենց մուլքետ։ Հա, մուլքը։ Մուլքը դեց սկսում է։ Դեց այս Սիբակի տակով։ Այս հատվածում ստոպ նշան։ Պարսկերեն գրված է East։ Ուրեմն աշխանաբար մոտեցանք մեր երբեմնի ծննդավայր, մեր շատ սիրած ու փայփայված մեր երազանքների գյուղը, մեր ծննդավայր Ազարքեթին։ Սրտի անուն թրթրով մի քիչ շատ հուզված նայում ենք գյուղին, առաջին տները որերը ում են, հիմա ես չեմ իմանում որը ումն է, բայց կխնդրենք մեր Ռուբենին եւ աղասին միասին։ Ուրեմն մենք գտնում ենք Ազարժի մոտակայքում, մինչև այս գյուղին մոտենալը, մեր ամբողջ հետևում, մինչև բոլորան գյուղ այս դաշտերը ամբողջությամբ պատկանել են աղջու վրացիներին, հիմա էլ նրանք դեռ այստեղ իրականացնում են երկրագործական, գյուղատեսական աշխատանքներ, հիմա խնդրենք մեր Ռուբենին ասի որն, այս անկյունի առաջին այս անկյունաձև, այս մի կտորը, այս Փանոսենց գալի մնացորդները։ Դրանից աջ վերևի մասում, ծախ, ներողություն, ծախ, վերևի մասը, որ այսպես շարունակում եմ, Տերտերենց Ղազարի գալեն։ Դիմացին է Շաբազենց գալեն։ Դիմացին տեր չի երի։ Այո, նոր կառուցված է, այո։ Շաբազենց գալեն։ Այս է, Տերտերենց գալեքն է, ասիկ ինչ է, հետո։ Գալիսացած բանենց Սահագենց Պետրոսի գալեն, այդ որ երկու արգից նորն է սա։ Այս է, գալի տեղում, Սահագենց գալի տեղում, այս է նոր երկու արկանի գեղեցիկ շենք են կառուցել։ Գալիսացած, Գալիստենց Թաթուլի, yani աղանի, Թաթուլի գալեն։ Թաթուլիցեսը սկիզբն է, այո։ Սկիզբն է, այո։ Ծառուկն էլ են կողի պատնա։
Մեր պատերում այգի է հիմա։ Պետք է ծառուկ։ Այս ծառուկին է։ Մեր օրերով էլ կար, հիմա էլ կա, դեռ կա։ Այս պատը դեռ կանգուն։ Գալիս է եւ որ երկու հարկից բանը սարքեն բուրջի տեղն է։ Այնի բանը, նա դպրոցը բուրջի տեղն է։ Բուրջի հետ չի մնացել, հա։ Հետ չի մնացել, բուրջի քանել են դպրոցը։ Բուրջի տեղում է, կառուցել են դպրոց։ Հիմա կնանք ավելի հա։ Դե ինչ շարունակենք մեր ծանոթությունը։ Տան գյուղը, այս Արվի գյուղի ներքևի մասում գտնվող Արվի մոտակայքում ենք։ Այս Արվից անմիջապես ցախ Աղջու հողեր։ Ցախ, լրիվ Աղջու հողերն է, ստեյս գյուղն է, գյուղի տակ։ Մեր գյուղները ներողություն, այս Բուրգեն, բանին է, ծառիկինն է։ ծառուկի ծառերն։ Ծառիկի ծառն է։ Այն կողին աղանին։ Որ դրանից ցախ։ Հա, դրանից ցախ աղանին։ Աղանին, աղանի տանտեղը մի բան է, սարքել են։ Հա, երկու հատ։ Կանք այս կողմ, այս փողոցն է, այս Տատնեց գալի։ Տատնեց Ղուգասի տունը։ Տատնեց Ղուգասի մեր Ղուգասի տունը։ Այն հետևի մասն է։ Հա, այս կողմից որ տունը։ Այս առաջի մասն, այն մասն է։ Իրանց տունն է տեղ տուն են սարքի։ Ես խդրեց Ղազարի տունն է, դուր գեղեցիկ պաշտպանվել եմ, ես մոտենամ մոտիկից կնկարեմ, ապրում են, ես դուրն է, խնդրեցինք տանտիրուին, դուրը փակեց, երեխան բացեց, դերևս են գամերը, ծեծելու թակը, ամբողջությամբ հին ձևով պաշտպանվում են, կողքը աղյուսով շարված գեղեցիկ Ուրեմն ես քերոց Սալվինիս քերոց տունը, Շանիգարյանց Ղազարյանց տունն էր, մոտենանք իրաց դարբասն են նկարենք, Շանիգարյանց Ղազարյանց տան դուրը, չեմ անում, դռները փոխել են, թե ինչ, հաշիվա եկեղեցու դռներն բերել են, չգիտեմ, բայց հին մեր գյուղի դռներ են, մեկին փոխարինացվին են։ Այս էլ համայագենց կորենենց, այսինքն այս մարդը որ տեսնում եք, Ռուբենես տունն է, են էլ իրանց կցած ծառն է։ Բարդին, այո։